Գյումրի-Կարս երկաթգծի կառուցման համար նախագծային աշխատանքների մրցույթ է հայտարարվել։ Այսօր Գյումրիում հայտարարեց տարածքային կառավարման նախարարը։ Դավիթ Խուդատյանի խոսքով նախագծի հաստատմանը կհաջորդի բուն շինարարությունը։ Նախագծման աշխատանքներ ենք հայտարարել, նախագծման աշխատանքների մրցույթ ենք հայտարարել եւ օրենքով սահմանված կարգով, եթե մրցույթում հաղթող կազմակերպություններ ունենանք, հնարավորինս արագ ժամկետում նախ կանցնենք նախագծման փուլին, հետո նաեւ արդեն ուրեմն շինարարական աշխատանքների մրցույթի եւ բուն շինարարության փուլին։ Անցած ամիս Շիրակին սահմանակից Աքաքիայի քաղաքապետը Ազատությանն ասել էր, թե այս պահին շինարարություն է ընթանում Աքաքիա-Գյումրի երկաթուղու ենթակառուցվածքների վերականգնման համար, որը պաշտոնյայի գնահատմամբ կավարտվի 2-3 ամսից։ Կարսի նահանգում գտնվող քաղաքի քաղաքապետը նաև ասել էր, թե արդեն իսկ մրցույթ է հայտարարվել նաև Աքաքիայից դեպի Գյումրի ցամաքային ճանապարհի կառուցման համար։ Հայկական կողմում դեռ շինաշխատանքների մեկնարկի ժամկետից չեն խոսում։ Դավիթ Խուդատյանն այսօր միայն ասաց, երկաթուղու նախագծման ու շինարարի մրցույթները լինելու են միջազգային։ Նախագծման աշխատանքների մասով միջազգային մրցույթ է հայտարարվել, բնականաբար հաշվի առնելով, որ հայաստանյան նախագծող եւ հայաստանյան կառուցող ընկերությունները այս մասշտաբի աշխատանքներ իրականացնելու փող ունեն, ինչպես կամուրջների դեպքում, ինչպես թունելների դեպքում, երկաթուղու դեպքում էլ մենք գնում ենք սովորաբար միջազգային մրցույթներ իրականացնելու ճանապարհով, այս դեպքում այո միջազգային մրցույթ է հայտարարվել։ Գյումրի-Կարս երկաթգծի հայկական կողմի 21 կիլոմետրանոց հատվածի շինարարության համար նախնական հաշվարկով $15 միլիոն կպահանջվի։ Ով կտրամադրի այն՝ Հայաստանի կառավարությունը, թե հայկական երկաթուղու կառավարիչ ռուսական Հարավկովկասյան երկաթուղին, առայժմ պարզ չէ։ Նախարարի խոսքով ռուսական կողմի հետ բանակցություններից այս պահին նորություն չկա։ Նախընտրական շրջանում վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, թե ռուսական կառավարմանը հանձնված հայկական երկաթուղու Ախուրիկ Աքաքիայի հատվածի վերանորոգումը կարող է իրականացվել բյուջեի հաշվին, թեև զուգահեռ ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում։ Առաջիկայում մենք սկսելու ենք Գյումրի-Ախուրիկ Աքաքիա կոչվում, այդ հատվածի վերականգնումը Թուրքիայի կողմից արդեն սկսել է եւ երկաթուղին բացվելու է։ Մենք նաեւ Երասխի հանգույցի նորոգումն ենք սկսելու, ընդ որում Հայաստանի կառավարությունը իր վրա է վերցնելու, չնայած կոնցեսիոն պայմանագիր կա, մենք ներդրում ենք անելու եւ երկաթուղին նորոգելու ենք, վերականգնելու ենք եւ երկաթուղին բացվելու է։ Հայաստանում ու Թուրքիայում երկաթուղային հանգույցները տարբեր ստանդարտներով են գործում։ Հայկական կողմում այն լայն է 1520 մմ, իսկ թուրքականում նեղ 1435 մմ։ Արդյոք այս հանգամանքը հաշվի առնելու են, որ խորհրդային ու եվրոպական ստանդարտներով գործող հանգույցները խնդիրներ չառաջացնեն։ Քննարկվում են այդ հարցը, հանրապետությունում մի տրամաբանության մեջ պիտի լինի, բայց հասկանալի է, որ նաև մենք այս հարցը քննարկելիս հաշվի ենք առնում հավանական են ուղղությունները, որոնցով մենք կկարողանանք միանալ եւ նույն ստանդարտի կամ նույն ստանդարտին մոտ լուծումներ ենք փորձում տալ։ Տարածաշրջանում երկու ժամանակների ժառանգություն կա, մեկը հետխորհրդային երկաթգծերի ժառանգությունն է, մեկը Թուրքիայում ավելի եվրոպական ստանդարտներին մոտ, բնականաբար այնտեղ շատ սինխրոնացնել հնարավոր չի լինի, որովհետև տարածաշրջանում տարբեր երկրներ տարբեր ստանդարտներով են այս մասում առաջնորդվում, բայց ինչպես ախալքալակի ուրեմն երկաթուղու կայարանում կա բեռնափոխադրման եւ տեղափոխման հնարավորություն, այնպես էլ աշխարհի շատ երկրներ ունեն եւ այնպես էլ Հայաստանը կկարողանա ունենալ եւ դա մեծ հաշվով երկաթուղով բեռների տեղափոխման խոչընդոտ չի։ Ավելի քան 3 տասնամյակ չգործող Գյումրի-Կարս երկաթուղու վերակառուցումից բացի Երևանն ու Անկարան դեռ տարիներ առաջ պայմանավորվել են նաև սկսել պատմական Անիի կամուրջի վերականգնումը։ Դավիթ Խուդատյանն ասաց, այստեղ եւս մոտ են շինարարության փուլի մեկնարկին։ Անիի կամուրջի մասով Թուրքիայի գործընկերների հետ քննարկում է եղել, այնտեղ գրեթե ավարտական փուլում են արդեն պայմանավորվածությունները եւ Անիի կամուրջը հնարավորինս կարճ ժամանակում այնտեղ աշխատանքները կմեկնարկեն, սրա մասին նաեւ վերջերս իմ եւ Թուրքիայի տրանսպորտի նախարարի հետ Ուրալօղլուի հետ հանդիպման ժամանակ են քննարկել, այս մասով գրեթե շինարարությանը մոտ փուլում ենք։ Չնայած կողմերի միջև այս պայմանավորվածություններին ու հայկական կողմում նաև Մարգարայի ցամաքային անցակետի վերանորոգմանը Թուրքիան տարիներ շարունակ գործնական քայլերի չի դիմում ու չի բացում 90-ականների սկզբից փակ հայ-թուրքական սահմանը։ Անկարայում հայ-թուրքական հաշտեցումը պայմանավորում են հայ-ադրբեջանական կարգավորմամբ։